Հիշում եք այն զգացումը մանկությունից, երբ երկար օր գետի մոտ կամ դաշտում անցկացնելուց հետո տուն էիք վերադառնում, եւ տատիկը, նայելով ձեր հոգնած ոտքերին, պարզապես ժպտում էր եւ ասում. «Ոչինչ, հիմա ամեն ինչ կուղենք»։ Նա դասախոսություններ չէր կարդում, բարդ տեղեր չէր փնտրում։ Նա գիտեր ինչ-որ բան, որ մենք, ժամանակակից տեխնոլոգիաների եւ դեղաթնների վարփաթեթավորման հետապնդման մեջ, ցավոք կորցրել ենք։ Այսօր մտնելով իմ կաբինետ եւ տեսնելով տասնյակ մարդկանց, ովքեր սովոր են արթրիտների ցավն ու ոտքերի ծանրությունը ճնշել դեղահաբերի մեծ քանակությամբ, ես ավելի ու ավելի հաճախ եմ մտածում. մենք մոռացել ենք մեր առողջության ամենահիմնարար հիմքը։ Մենք բուժում ենք հետևանքը, մոռանալով, որ մեր մարմինը առանձին մասերի հավաքածու չէ, այլ մեկ միասնական իմաստուն մեխանիզմ։ Եվ երբեմն, որպեսզի վերադարձնեք ձեզ թեթև քայլքի ուրախությունը, պետք չէ գրանցվել բարդ վիրահատության կամ կենսաթոշակի կեսը ծախսել քսուկների վրա։ Բավական է պարզապես կանգ առնել եւ տալ ձեր օրգանիզմին այն, ինչ նա տարիներ շարունակ խնդրում է։ Ես ուզում եմ, որ հիմա ուշադիր նայեք ձեր ոտնաթաթերին։ Մենք սովոր ենք դրանց վերաբերվել որպես ինչ-որ ինքնին հասկանալի բանի։ Իսկ դրանք մեր հիմքն են։ Դրանց վրա է պահվում ամեն ինչ։ Մեր ողնաշարը, ներքին օրգանները, հավասարակշռությունը եւ ի վերջո մեր երկարակեցությունը։ Երբ տան հիմքը չակ է տալիս, անիմաստ է 5-րդ հարկում պաստառները վերագծելը, նույնն էլ օրգանիզմի հետ։ Եթե ոտքերում կուտակվել է հոգնածություն, եթե հոդերը պտտվում են եղանակին, իսկ առավոտյան մի քանի րոպե է պետք պարզապես քայլել, սա օգնության կանչ է։ Եվ ես այստեղ եմ օգնելու ձեզ լսել այդ կանչը։ Այսօր կկիսվեմ ձեզ այդ մեթոդով, որը իմ պրակտիկայում ոչ մեկ անգամ օդքի է հանել նույնիսկ ամենամեծ սկեպտիկներին։ Սա պարզապես բաղադրատոմս չէ, սա վերականգնման ամբողջ փիլիսոփայություն է, մեկ պարզ ընթացակարգի միջոցով, որի լուծույթը գրեթե յուրաքանչյուր տանը կա։ Բայց նախքան անցնենք էությանը, ուզում եմ խնդրել ձեզ երկու բան։ Եթե գնահատում եք ազնիվ բժշկական փորձը եւ ցանկանում եք, որ նման խորհուրդները հասնեն հնարավորինս շատ մարդկանց, դրեք այս տեսանյութին բարի լայք եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սա պարզապես վիճակագրության թվեր չեն, սա ձեր աջակցությունն է, որը տալիս է ինձ ուժ շարունակելու կիսվել գիտելիքներով, որովհետեւ առողջությունը այն է, ինչով պետք է կիսվել։ Համաձայն եք։ Շատերի տարիներ շարունակ տանջում է ոտնաթաթերի այրոցը, այտուցները, որոնք երեկոյան սիրելի կոշիկները դարձնում են տանջանքի գործիք կամ ծնկներում ցավը։ Դուք մտածում եք, «Էդ ինչ արած տարիքն է»։ Ես ձեզ ուղիղ եւ մի փոքր խիստ կասեմ, տարիքն այստեղ առնչություն չունի։ Պատճառը միկրոշրջանառության խանգարումն է եւ աղերի կուտակումը, որոնք բառացիորեն ցեմենտացնում են ձեր հյուսվածքները։ Եվ այն, ինչ ես այսօր կառաջարկեմ անել, ոտքերը 15-20 րոպե ընկղմել հատուկ կազմի մեջ, կսկսի մաքրման եւ վերածնդի գործընթաց, որի մասին նույնիսկ չեք երազել։ Գիտեք, թե ինչն է ամենահետաքրքիր։ Մարդկանց մեծամասնությունը փրկություն է փնտրում թանկարժեք ընթացակարգերում, բաց թողնելով այն, ինչ ընկած է մակերեսին։ Ես պատրաստել եմ ձեզ համար քայլ առ քայլ պլան, որտեղ յուրաքանչյուր տարը կարևոր է։ Եվ ամենակարևորը, մեր զրույցի վերջում ձեզ կբացահայտեմ մեկ գաղտնի բաղադրիչ, առանց որի նույնիսկ լավագույն լուծույթը կաշխատի միայն կիսատ պրատ։ Սա այն նրբությունն է, որ հաճախ բաց են թողնում նույնիսկ իմ գործընկերները, բայց հենց նա է երաշխավորում, որ ցավը շաբաթվա ընթացքում չի վերադառնա։ Ինչու եմ այսքան վստահ ասում, որովհետև իմ հետևում հազարավոր հիվանդներ եւ տասնամյակների դիտարկումներ կան։ Ես տեսել եմ, թե ինչպես մարդիկ, ովքեր արդեն պատրաստվում էին փայտով քայլել, սկսել են արշավների գնալ թորների հետ։ Եվ ամեն ինչ սկսվել է պարզ գործընթացների հասկացումից։ Եկեք հարց տանք ինքներս մեզ. երբ եք վերջին անգամ իսկապես շնորհակալություն հայտնել ձեր ոտքերին այն բանի համար, որ նրանք ձեզ կրում են այս երկրի վրա։ Այսօր հենց այդ օրն է, երբ սկսենք նրանց պարտքերը վերադարձնել։ Եվ սկսենք նրանից, որ հասկանանք, թե ինչպես սովորական ջուրն ու մի քանի հասանելի բաղադրիչ կարող են ստեղծել այն, ինչ մենք սովոր ենք անվանել հրաշք, թեև իրականում դա մաքուր կենսաբանություն է։ Իսկ հիմա եկեք անենք առաջին քայլը դեպի այն հասկացումը, թե ինչու է հենց ոտքերի միջոցով ազդեցությունը օրգանիզմի առողջացման ամենակարճ ճանապարհը, եւ մեր թեթևության էլիքսիրի առաջին բաղադրիչը, որը կստիպի ձեր անոթներին հիշել երիտասարդությունը։ Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե որքան սերտորեն են կապված մեր ոտքերը սրտի աշխատանքի եւ մեր անոթների մաքրության հետ։ Բժշկության մեջ ոտքերը հաճախ անվանում են երկրորդ սիրտ։ Մտածեք ինքներդ, արյունը ներքև է իջնում ծանրության ուժով բավական հեշտ, բայց հետ վեր բարձրանալը, հաղթահարելով այդ ճնշումը, հեշտ խնդիր չէ։ Դրա համար բնությունն է հորինել մկանային պոմպի եզակի մեխանիզմը։ Բայց տարիների ընթացքում, երբ մենք սկսում ենք ավելի քիչ շարժվել, երբ անոթները կորցնում են առաձգականությունը, իսկ կապիլյարները խցանվում են, այդ պոմպը սկսում է խափանումներ տալ, արյունը լճանում է, առաջանում են այտուցներ։
իսկ նրանց հետ այն հյութիչ ցավը, որը ոչ մի քսուքով չի հանգստանում։ Ինչու ենք սկսում հենց լուծույթից, որովհետև ոտնաթաթերի մաշկի միջոցով, որտեղ կենտրոնացած է հսկայական քանակությամբ քրտնագեղձեր եւ կենսաբանորեն ակտիվ կետեր, մենք կարող ենք ազդել ամբողջ արյան հոսքի վրա, առանց լյարդն ու ստամոքսը բեռնելու դեղահաբերով։ Եվ մեր մեթոդի առաջին բազային տարը սովորական, բայց ճիշտ պատրաստված ծովային աղն է։ Բայց միշտ ապեք ասել ես դրա մասին արդեն լսել եմ։ Բժշկության մեջ կարևոր է ոչ թե գաղափարը, այլ կատարման ճշգրտությունը։ Երբ որակյալ ծովային աղը լուծում եք տաք ջրի մեջ, ստեղծվում է հիպերտոնիկ միջավայր։ Պարզ խոսքով, այդ լուծույթը սկսում է հյուսվածքներից ավելորդ հեղուկը դեպի իրեն քաշել։ Հիշում եք, թե ինչպես է ծովում լողալուց հետո մաշկը դառնում առաձիկական, իսկ այտուցները անհետանում։ Այստեղ աշխատում է նույն սկզբունքը։ Աղը դուրս է բերում տոքսինները եւ քայքայման արգասիքները, որոնք ամիսներ շարունակ կուտակվել են ձեր հոտերում։ Հիշում եմ իմ մեկ հիվանդին, Արմենին, կադրային զինվորական։ Նա եկավ ինձ մոտ այնպիսի ուժեղ ցավով կրունկներում, որ առավոտյան հազիվ էր կարողանում ոտք դնել։ Նա ամեն ինչ փորձել էր, բայց թեթևացումը բերեցին հենց կանոնավոր աղի վաննաները, ճիշտ կոնցենտրացիայով։ Մեկ շաբաթ հետո նա գրեթե թրջկոտ քայլերով մտավ կաբինետ։ Նա ինձ ասաց. «Բժիշկ, միթե ամեն ինչ այսքան պարզ էր»։ Ես պատասխանեցի. «Պարզը նշանակում չէ անարդյունավետ, պարզը նշանակում է համաձայն բնության»։ Բայց աղը միայն ձեր ծակոտիների բանալինն է։ Իսկական կախարդանքը սկսվում է, երբ ավելացնում ենք երկրորդ բաղադրիչը, որը սովորական վաննան դարձնում է թերապևտիկ միջոց։ Խոսքը սոդայի մասին է։ Սովորական սննդային սոդան հզոր ալկալային գործակալ է։ Ժամանակակից կյանքի պայմաններում մեր օրգանիզմը հաճախ թթվայնանում է, իսկ թթվային միջավայրը իդեալական պայման է բորբոքման և ցավի համար։ Սոդայի բաղադրիչը լուծույթում օգնում է մաշկի միջոցով նորմալացնել pH հավասարակշռությունը, մեղմացնում է կոշտացած հյուսվածքները և ամենակարևորը պատրաստում է դերմայի խորը շերտերը միկրոէլեմենտների կլանմանը։ Փորձեք վաղը երեկոյան անել փորձ։ Վերցրեք լոգարան, լցրեք հարմարավետ ջերմաստիճանի ջուր, մոտ 38 գրաստիճան։ Ոչ թե շատ տաք, սա կարևոր մանրամասն է 50-ից բարձր տարիքի մարդկանց համար, քանի որ չափից տաք ջուրը կարող է լրացուցիչ բեռ տալ երակներին։ Լուծեք 2 ճաշի գթալ ծովային աղ և 1 ճաշի գթալ սոդա։ Օդքերը ընկղմեք և պարզապես 15 րոպե նստեք լռության մեջ։ Դուք կզգաք, թե ինչպես է ջերմությունը բարձրանում մինչև ծնկները, ինչպես է հեռանում լարվածությունը սրունքի մկաններից։ Սա պարզապես հանգիստ չէ։ Այդ պահին ձեր կապիլյարները, որոնք տարիներ շարունակ քնած էին, սկսում են բացվել։ Սակայն ընկերներ, աղն ու սոդան միայն հիմքն են։ Որպեսզի լուծույթն իսկապես ճեղքի ցավը և ստիպի հոդերին դադարել, պետք է ավելացնել բնական հակասեպտիկ և հաղորդիչ, որը եզակի կարողություն ունի ներթափանցելու բջջային թաղանթների միջով։ Հենց այս երրորդ տարը վերածում է ընթացակարգը հիգիենիկից բուժականի։ Նա ազդում է նյարդային վերջավորությունների վրա, հանգստացնելով դրանք և հեռացնելով այն ոսկրերի քորոցը, որը խանգարում է քնել։ Եվ գիտեք, թե ինչն է ամենահետաքրքիր։ Այս բաղադրիչը հաճախ կանգնած է ձեր խոհանոցի դարակում կամ դեղատուփում, բայց դուք հազիվ թե օգտագործել եք այն հենց այդպես։ Սա մեզ տանում է հաջորդ կարևոր փուլին, որովհետև բավարար չէ պարզապես հեռացնել այտուցը, պետք է գործարկել հոդային հյուսվածքի վերածննդի գործընթացը։ Եվ այն, ինչ մենք ավելացնենք լուծույթին հետո, աշխատում է ինչպես տրանսպորտ, առաքելով թեթևացումը ուղիղ բորբոքման էպիկենտրոն։ Սա հատկապես կարևոր է նրանց համար, ում մոտ ոչ միայն մկաններն են ցավում, այլև կա հոդերում շփման զգացում։ Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ հզորություն է թաքցնում սովորական դեղատան յոդը, եթե այն օգտագործել խելամտորեն և ճիշտ համակարգչությամբ։ Հենց նա կդառնա այդ երրորդ տարը, մեր խելացի հաղորդիչը։ Շատերը սովոր են քսել այն քերծվածքներին, բայց մեր լուծույթում յոդը կատարում է հզորագույն տեղային շրջանառության խթանիչի և հակասեպտիկի կեր, ներթափանցելով խորքային հյուսվածքներ։ Երբ մեր աղ-սոդա կազմին ավելացնում ենք ընդամենը 5-10 կաթիլ յոդ, տեղի է ունենում զարմանալի բան։ Յոդը սկսում է ազդել ընկալիչների վրա, առաջացնելով անոթների մեղմ լայնացում։ Սա պարզապես տաքացում չէ, սա մետաբոլիզմի ակտիվացում է այն գոտիներում, որտեղ արյունը տարիներ շարունակ չի հասել սպազմների և աղային նստվածքների պատճառով։ Ես հաճախ եմ հիշում իմ հիվանդուհի Մարիամին։ Նա ամբողջ կյանքը աշխատել է ուսուցչուհի, միշտ ոտքերի վրա։ 60 տարեկանում նրա ոտքերի մատների հոդերը հիշեցնում էին հին ծառի հանգույցավոր ջուղեր։ Իսկ ցավն այնքան ուժեղ էր, որ առանց ցավազրկողների չէր կարողանում քնել։ Մենք սկսեցինք հենց այս կազմով՝ աղ, սոդա և յոդ։ 3 օր հետո նա զանգեց ինձ և հուզված ձայնով ասաց. «Անահիտ, առաջին անգամ կես տարվա ընթացքում առանց արդյունքների գրեցի տնային հողաթափերը»։ Ինչու սա աշխատեց։ Աղը քաշեց ավելորդ ջուրը, սոդան մեղմացրեց հյուսվածքները, իսկ յոդը ճնշեց բորբոքային գործընթացը հենց հոդերում։
Սա համալիր հարձակում է հիվանդության վրա, որը չի թողնում նրան շանս։ Բայց ուզում եմ զգուշացնել ձեզ մեկ սխալից։ Հաճախ մարդիկ զգալով առաջին թեթևացումը սկսում են բարելավել բաղադրատոմսը, ավելի շատ յոդ լցնելով կամ ջուրը ավելի տաքացնելով։ Խնդրում եմ, մի արեք դա։ Մեր տարիքում չափորությունը անվտանգության երաշխիքն է։ Մենք աշխատում ենք մեղմ, մարդկային ձևով։ Ձեր խնդիրն է չայրել մաշկը, այլ օրգանիզմին ազդանշան տալ, որ ժամանակն է վերականգնվելու։ Փորձեք այս ծիսակարգին ավելացնել փոքրիկ վարժություն։ Մինչ ձեր ոտքերը լուծույթի մեջ են, նրբորեն շարժեք մատները։ Կատարեք շրջանաձև շարժումներ ոտնաթաթերով։ Սա կստեղծի դինամիկ ճնշում, որը կօգնի լուծույթին ավելի խորը ներթափանցել։ Ի դեպ խորության մասին։ Դուք նկատել եք, թե ինչպես է այդպիսի ընթացակարգերից հետո ոտքերի մաշկի գույնը փոխվում։ Այն դառնում է կենդանի, վարդագույն։ Անհետանում է այդ կապտավուն երանգը, որը հաճախ մեզ վախեցնում է առավոտյան։ Սա հենց այն նշանն է, որ կապիլյարները արթնացել են։ Բայց նույնիսկ այս հզոր կազմը միայն կեսգործ է։ Մենք պատրաստել ենք հողը, բացել ենք ճանապարհները, հանել ենք առաջնային այտուցը։ Բայց որպեսի էֆեկտը ամրապնդվի, որպեսի դուք ոչ միայն 3 օր մոռանաք ցավի մասին, այլ իսկապես կզակ հոդերի վերածնունդ, մեզ պետք է ավելացնել բաղադրիչ, որը պատասխանատու է առաձգակության և սնուցման համար։ Շատերիդ բողոքում են ոտնաթաթերի մաշկի չորությունից և կրունկների ճաքերից։ Ընկերներ, ճաքերը պարզապես էսթետիկ խնդիր չեն։ Դրանք վարակի մուտքի դարպասներ են և նշան, որ հյուսվածքներին կատաստրոֆիկորեն պակասում է սնուցումը։ Եվ հաջորդ բաղադրիչը, որի մասին ես կպատմեմ, ոչ միայն մաշկը բուժում է, այն աշխատում է որպես բնական քսանյութ ձեր կապանների համար։ Սա այն նյութն է, որին մենք սովոր ենք տեսնել ճաշասեղանի վրա։ Բայց նրա կենսաբանական արժեքը բորբոքված հոդերի համար պարզապես անգնահատելի է։ Մենք սահուն անցնում ենք այն բանի, թե ինչպես վերածել մեր բուժիչ լուծույթը իսկական կենդանի ջրի։ Որովհետև հիմա խոսքը կգնա այն տարի մասին, որը հանգստացնում է նյարդային համակարգը ոտնաթաթերին կալիչների միջոցով։ Պատկերացրեք, դուք նստած եք, ձեր ոտքերը հանգստանում են, իսկ այդ ընթացքում ամբողջ մարմնով տարածվում է հանգստություն։ Ճնշումը նորմալանում է և անհանգստությունը հեռանում է։ Սա է փորձառու բժշկի համալիր մոտեցումը։ Բուժել ոչ թե կրունկը, այլ մարդուն։ Եվ այս հաջորդ քայլը ձեր քայլը կդարձնի ոչ միայն անցավ, այլ իսկապես թեթև, գրեթե անկշիռ։ Գիտեք, երբ ես խոսում եմ թեթևության մասին, ես նկատի ունեմ ոչ միայն ցավի բացակայությունը, այլ նաև այն մոռացված ճկունությունը, որն ունեինք 30 տարեկանում։ Դա հասնելու համար մեր լուծույթին պետք է ավելացնել այն, ինչ բնությունը ստեղծել է փափկացնելու։ Եվ պաշտպանելու համար սովորական բուսական յուղ, իսկ ավելի լավը մի քանի գթալ սոճու էքստրակտ կամ էվկալիպտի եթերայուղ։ Շատերը կզարմանան, ինչու յուղ ջրի մեջ, բայց լսեք ձեր բժշկին։ Աղն ու սոդան կատարում են հսկայական աշխատանք մաքրման գործում, բայց նրանք կարող են չորացնել մաշկը, իսկ մեզ պետք է, որ ընթացակարգից հետո հյուսվածքները մնան սնված և առաձգական։ Յուղը ստեղծում է ամենաբարակ թաղանդ, որը երկար ժամանակ պահպանում է ջերմությունը ոտնաթաթի ներսում, նույնիսկ այն բանից հետո, երբ դուք սրբում եք ոտքերը սրբիչով։ Սա չոր տաքացման էֆեկտ է, որը երկարացնում է յոդի և աղի գործողությունը։ Հիշում եմ իմ մեկ հիվանդին, Վարդանին, նրա հոդերը բառացիորեն ճռճռում էին, իսկ ոտնաթաթերի մաշկը չոր և կոպիտ էր, ինչպես հին պերգամենտ։ Նա բողոքում էր, որ ոտքերի մատները դարձել են անշարժ։ Մենք ավելացրինք նրա երեկոյան վաննաներին սոճու կոնցենտրատ։ Սոճին ոչ միայն անտառի հաճելի հոտ է, դա եթերայուղեր են, որոնք ունեն եզակի ներթափանցող կարողություն։ Նրանք աշխատում են որպես բնական միոռելաքսանտներ, թուլացնելով այն միկրոսկոպիկ մկանները, որոնք մեզ մոտ սեղմված են մշտական սթրեսի և անհարմար կոշիկների պատճառով։ Մեկ շաբաթ հետո Վարդանը եկավ ինձ մոտ և ասաց. «Անահիտ, ինձ թվում է, թե ես հին կոշիկներս փոխել եմ փափուկ հողաթափերի հետ, որոնք միշտ ինձ հետ են»։ Նրա ոտնաթաթերը դարձել էին փափուկ, իսկ մատները կրկին սկսել էին հնազանդվել։ Սա է այն ներդաշնակությունը, որի մասին խոսեցինք սկզբում։ Մենք ոչ միայն հեռացնում ենք ախտանիշը, մենք հյուսվածքներին վերադարձնում ենք նրանց սկզբնական ֆունկցիան։ Փորձեք նա անել վաղը։ Երբ լուծույթին ավելացնեք մեկ գթալ յուղ կամ սոճու էքստրակտ, փակեք աչքերը և ներշնչեք այդ բույրը։ Այդ պահին տեղի է ունենում կարևոր բան։ Ձեր պարասիմպաթիկ նյարդային համակարգը ազդանշան է ուղարկում ուղեղին։ Մենք անվտանգ ենք, կարելի է հանգստանալ։ Եվ երբ գլուխը հանգստանում է, մարմինն էլ է ազատվում։ Ցավը հաճախ պահվում է մեր վախերի և սեղմումների պատճառով։
Հեռացնելով սեղմումը ոտնաթաթերում, մենք արձակում ենք ցավը ազատության մեջ, բայց սիրելիներս, որպեսզի այս էֆեկտը ժամանակավոր չլինի, որպեսզի 3 օր հետո իսկապես արթնանաք նոր կյանքի զգացումով, մեզ պետք է ամրապնդել արդյունքը։ Եվ այստեղ մենք մոտենում ենք այն պահին, որը պահանջում է ձեզնից կարգապահություն և մեկ կարևոր ֆիզիոլոգիական գործընթացի հասկացում։ Կա մեկ գաղտնիք, որը վերաբերում է նրան, թե ինչ պետք է անել անմիջապես այն բանից հետո, երբ ոտքերը հանեք տարայից։ Սա պարզապես գուլպաներ հագնելն ու պարկելը չէ։ Սա առողջության փակման ամբողջ ընթացակարգ է։ Եվ հենց դրա մասին, ինչպես նաև մեր մեթոդի 5-րդ որոշիչ տարինասին, որը պատասխանատու է արդյունքի երկարատևության համար, հիմա կխոսենք։ Որովհետև մենք կառուցում ենք ոչ թե ժամանակավոր հենարան, այլ ձեր երկարակեցության ամուր հիմք, և հաջորդ տարը հենց այն է, ինչը միավորում է բոլոր նախորդ խորհուրդները, դարձնելով դրանք վերականգնման հզոր համակարգ։ Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ սխալ է թույլ տալիս մարդկանց մեծամասնությունը հենց ընթացակարգն ավարտելուց հետո։ Նրանք պարզապես սրբում են ոտքերը, հագնում սովորական հողաթափեր և վազում տնային գործեր ավարտելու։ Բայց լսեք իմ խորհուրդը։ Այդ պահին ձեր ծակոտիները բաց են, արյան հոսքը առավելագույնս ակտիվ է, և հյուսվածքները պատրաստ են օգուտը կլանելու, ինչպես 4 սպունգ։ Սա ոսկե ժամանակ է, որը չի կարելի բաց թողնել։ Հենց հիմա մեզ պետք է 5-րդ տարը, ֆիքսատորը, և այդ ֆիքսատորը սովորական խնձորի քացախն է կամ կիտրոնի հյութը, որով մենք կավարտենք գործընթացը։ Ինչու է դա պետք։ Մեր լուծույթը սոդայով հիմնային էր։ Այն թուլացրել էր վերին շերտը, որպեսզի բուժիչ նյութերը ներթափանցեն ներս, բայց առողջ մաշկն ու հոդերը սիրում են թույլ թթվային միջավայր։ Հենց այն է պաշտպանում մեզ սնկերից և բակտերիաներից, ինչպես նաև օգնում է ակտիվ նյութերը փակել ներսում։ Եթե վաննայից հետո ոտքերը պարզապես օղողեք սառը ջրով, ավելացնելով 1 գդալ խնձորի քացախ, դուք կստեղծեք ինչ-որ տերմիկ կողպեք։ Սա կստիպի անոթներին կտրուկ կծկվել, իսկ հետո կրկին լայնանալ, ստեղծելով կապիլյարների համար մեղմ մարսանքի էֆեկտ։ Հիշում եմ իմ պրակտիկայից մի դեպք, երբ ինձ դիմեց կին, ով ամբողջ կյանքը աշխատել է փոստատար։ Նրա ոտքերը ծածկված էին ընդլայնված երակների ցանցով, և յուրաքանչյուր քայլը ցավով էր ուղեկցվում։ Մենք կիրառեցինք այս կոնտրաստային ավարտի մեթոդը։ Նա ապշած էր։ Անահիտ, այնպիսի զգացում, կարծես ոտքերից հանել են ծանր կշռաքարեր։ Եվ սա կախարդանք չէ, ընկերներ, սա ֆիզիկա է։ Մենք ստիպեցինք արյանը շրջանառվել մեծ շրջանով, լվանալով լճացած երևույթները նույնիսկ ամենափոքր անոթներից։ Ահա ձեզ փոքրիկ առաջադրանք վաղվա համար, որը կամրապնդի էֆեկտը։ Անմիջապես ընթացակարգից հետո, երբ ոտքերը օղողեք թթվածված ջրով, մի շփեք դրանք կոշտ սրբիչով։ Պարզապես նրբորեն թացացրեք մաշկը։ Այն պետք է մնա մի փոքր խոնավ։ Եվ ահա գալիս է կարևոր պահը։ Հագեք մաքուր, ցանկալի է բամբակյա կամ բարակ բրդյա գուլպաներ։ Սա կօգնի պահպանել այն ներքին ջերմությունը, որը մենք առաջացրել ենք աղով և յոդով։ Բժշկության մեջ սա կոչվում է դեպո էֆեկտ։ Նյութերը շարունակում են աշխատել, մինչ դուք քնում եք։ Դուք տարբերությունը կզգաք արդեն հաջորդ առավոտյան։ Այն սովորական սկզբնական ցավը, երբ արթնանալուց հետո վախենում ես առաջին քայլն անել, կդառնա ավելի հանգիստ, իսկ 3 օր հետո կբռնեք ինքներդ ձեզ այն մտքի վրա, որ վեր եք կենում և գնում խոհանոց, առանց պատին բռնվելու։ Այս ազատության զգացումը շատ արժեքավոր է, հավատացեք իմ փորձին։ Բայց որպեսզի այս ազատությունը անցողիկ չլինի, մեզ պետք է խոսել այն մասին, թե ինչպես ամեն օր պահպանել այս հիմքը, առանց շատ ժամանակ ծախսելու։ Որովհետև մեր երկարակեցությունը կազմված է հենց այդպիսի փոքր, գրեթե աննկատ հաղթանակներից սեփական թուլության նկատմամբ։ Մենք ձեզ հետ արդեն հավաքել ենք գրեթե ամբողջ պազլը՝ մաքրում, հիմնայնացում, յոդի հաղորդակցություն, յուղերով սնուցում և քացախով ֆիքսացիա։ Բայց մնացել է ամենակարևոր նրբությունը, այն գաղտնիքը, որի մասին խոստացել էի պատմել սկզբում։ Սա այն է, ինչը պարզ ժողովրդական միջոցը դարձնում է բժշկական պրակտիկայի հզով գործիք։ Առանց այս տարի ամեն ինչ մնում է ժամանակավոր միջոց։ Եվ հիմա անցնում ենք ամենաթանկարժեքին, այն բանի, ինչը մարմինին հրամայում է, այլևս մի թավիր։ Գիտեք, բժշկական պրակտիկայի տարիների ընթացքում ես հասկացել եմ մեկ կարևոր բան։ Մեր մարմինը լսում է ոչ այնքան տեղերին, որքան մեր հրամաններին։ Եվ ահա մենք մոտեցանք այն գաղտնիքին, որի մասին խոսել էի սկզբում։ Սա այն է, ինչ շատերը անտեսում են համարելով հոգեբանություն, բայց իրականում սա մաքուր նեյրոֆիզիոլոգիա է։ Մեր մեթոդի ամենակարևոր տարրը ձեր սեփական ձեռքերի գիտակցված ուշադրությունն ու ջերմությունն է։ Լսեք ուշադիր։
Երբ ոտքերը իջեցրիք լուծույթի մեջ, երբ հագաք այն գուլպաները, որոնց մասին խոսեցինք, միշտ տապեք անմիջապես հեռուստացույցը միացնել կամ ընկղվել վաղվա օրվա անհանգստացնող մտքերի մեջ։ Տրամադրեք ինքներդ ձեզ ճիշտ 5 րոպե։ Վաննայից հետո, երբ ձեր ոտնաթաթերը տաքացած և ընկալունակ են, արեք թեթև ինքնամերսում։ Պետք չէ մանուալ թերապևտ լինել։ Պարզապես մեղմորեն, սիրով և շնորհակալությամբ ծալեք յուրաքանչյուր մատը։ Անցեք ոտնաթաթի կամարով, մերսեք կրունկը։ Ինչու է սա աշխատում։ Այդ պահին դուք ուղեղից իմպուլսներ եք ուղում ուղիղ բորբոքման օջախին։ Դուք կարծես ասում եք ձեր օրգանիզմին. «Ես այստեղ եմ, ես լսում եմ քո ցավը և օգնում եմ քեզ»։ Բժշկության մեջ հայտնի է պլացեբոյի էֆեկտը, բայց այստեղ աշխատում է ավելին՝ կենսաբանական հետադարձ կապ։ Երբ մենք դիպչում ենք ցավոտ տեղին ջերմությամբ և հանգստությամբ, կորտիզոլի մակարդակը, ստրեսի հորմոն, ընկնում է, իսկ օքսիտոցինի և էնդորֆինների մակարդակը բարձրանում է։ Այս բնական ցավազրկողները տասնյակ անգամ ավելի հզոր են, քան դեղատնից որևէ հապ։ Հիշում եմ իմ մեկ հիվանդուհուն Աննային։ Նա շատ միայնակ մարդ էր, և նրա հիվանդությունները կարծես միակ միջոցն էին գոնե բժիշկների ուշադրությունը գրավելու։ Երբ ես նրան նշանակեցի այս համալիրը լուծույթով և ավելացրի պարտադիր կետ 5 րոպե բարի խոսակցություն սեփական մարմնի հետ մերսման ժամանակ, նա սկզբում նայեց ինձ որպես տարօրինակ մարդու, բայց 1 ամիս հետո նրան չէր ճանաչի։ Անհետացավ ոչ միայն ոտքերի ցավը, դեմքի կնճիռները հարթվեցին, աչքերը փայլեցին։ Նա ինձ ասաց. «Անահիտ, ես հասկացա, որ իմ ոտքերը ցավում էին պարզապես այն պատճառով, որ ես չէի նկատում նրանց, մինչև նրանք սկսեին գոռալ»։ Սա է բժշկության այն խորը մակարդակը, որը գնահատվում է հասուն տարիքում։ Մենք ոչ միայն քիմիական լաբորատորիաներ ենք, մենք կենդանի հոգիներ ենք։ Եվ այս լուծույթը, որ դուք կպատրաստեք, միայն բանալին է, բացող դուռը դեպի ձեր ներքին պաշարները։ Փորձեք այդ թերեփ օրերի ընթացքում մինչ կանեք ընթացակարգը, հետևել ձեր մտքերին, փոխարինել սովորական «ոչ, ինչպես է ամեն ինչ» ցավումը յուրաքանչյուր ներշնչմամբ ոտքերը դառնում են ավելի թեթևով։ Սա կախարդանք չէ, սա ձեր կենսաբանական համակարգչի կարգաբերումն է, վերականգնման վրա։ Եվ ահա թե ինչն է կարևոր։ Երբ զգաք այդ թեթևացումը, իսկ դուք կզգաք արդեն 2-3 օրը, մի թողեք սկսածը, դարձրեք դա ձեր բարի սովորություն, առնվազն շաբաթը 2 անգամ։ Մեր երկարակեցությունը մեկ հերոսական վիրահատության արդյունք չէ, դա սիրով ինքն իրեն հանդեպ կատարվող փոքրիկ ճիշտ գործողությունների գումարն է։ Մենք ձեզ հետ անցանք երկար ճանապարհ այս սրույցում, ոտնաթաթերին հասկանալուց որպես հիմք մինչև մեր հոգեկանին նուրբ կարգաբերումներ։ Մենք հավաքեցինք եզակի կազմը այն ամենից, ինչ միշտ ձեռքի տակ է, և սովորեցինք ճիշտ փակել ընթացակարգը։ Բայց առջևում մեզ սպասում է վերջնական ակորդը։ Ես ուզում եմ ամփոփել ասված ամեն ինչը և տալ ձեզ այն վերջին իմպուլսը, որը կստիպի ձեզ ոչ միայն դիտել այս տեսանյութը մինչև վերջ, այլև վեր կենալ և հենց հիմա գնալ պատրաստել այդ լուծույթը։ Որովհետև ժամանակը մեր ամենաթանկարժեք ռեսուրսն է, և այն ցավի վրա ծախսելը չափից ավելի շռայլություն է, որը մենք չենք կարող թույլ տալ մեզ։ Ամփոփելով մեր այսօրվա զրույցը, ես ուզում եմ, որ դուք զգաք, սա պարզապես ձեր բժշկի տետրակից բաղադրատոմս չէ։ Սա ձեր անձնական մանիֆեստն է վերադառնալու լիարժեք կյանքին։ Եկեք ևս մեկ անգամ հանգիստ և խորաթափանցորեն հավաքենք մեր առողջության շղթան միասին։ Աղը որպես հզոր մագնիս, որը քաշում է ավելորդ ջուրն ու տոքսինները։ Սոդան որպես մեղմ բանարի, որը բացում է ծակոտիները և վերականգնում հավասարակշռությունը։ Յոդը մեր հաղորդիչն ու բորբոքումների հանգստացնողը, մի քաթիլ յուղ կամ սոչի, սնուցում և հանգիստ։ Եվ վերջապես, խնձորի քացախը ձեր ձեռքերի ջերմության հետ միասին։ Դա կնիքն է, որը ստիպում է ամեն ասվածը աշխատել ձեզ համար, մինչ դուք հանգստանում եք։ Ես գիտեմ, թե որքան դժվար է երբեմն սկսելը։ Ձեր տարիքում հաճախ թվում է, «Էլ ինչ արած, քանի կյանք է մնացել, այդպես էլ կքայլեմ»։ Թողեք այդ մտքերը, խորապես և վճռականորեն։ Կյանքը 50, 60, 70 տարեկանում չպետք է լինի պայքար սեփական կոշիկի և յուրաքանչյուր աստիճանի հետ։ Այն պետք է լցված լինի զբոսանքներով այգում, խաղերով թոռների հետ և այդ հանգիստ ուրախությամբ, երբ առավոտյան վեր ես կենում անկողնուց և չես զգում ոսկրերի սովորական ճռճռոցը։
Դուք անգնահատելի փորձի եւ իմաստության տերեր եք, եւ ձեր մարմինը արժանի է, որ այդ իմաստությունը ուղղվի դեպի նախխնամքով։ Արեք այս առաջին լուծույթը այս երեկո, ոչ իմ համար, ոչ առողջ ապրելակերպի նորաձևության համար, այլ այն թեթևության զգացման համար, որը դուք հնարավոր է արդեն սկսել եք մոռանել։ Հիշեք, ընդամենը 3 օր։ Դա աննշան փոքր է կյանքի մասշտաբով, բայց բավական է, որպեսզի ձեր օրգանիզմը ձեզ առաջին անգամ շնորհակալություն հայտնի հանգիստ քնով եւ առաջին թեթև քայլով։ Եթե մեր այս զրույցը ձեր սրտում արձագանքեց ջերմությամբ, եթե իմ խոսքերում զգացիք ոչ միայն հրահանգներ, այլ անկեղծ ցանկություն օգնելու, կիսվեք այս տեսանյութով նրանց հետ, ովքեր ձեզ թանկ են։ Հնարավոր է հենց ձեր ընկերոջը կամ քրոջը հիմա պակասում է հենց այս պարզ խորհուրդը, որպեսզի կրկին հավատա իր ուժերին։ Առողջությունը հենց կրակն է բուխարիում։ Երբ կիսվում ենք ջերմությամբ, մեր տանը այն միայն ավելանում է։ Ես հավատում եմ ձեզ։ Ես հավատում եմ ձեր մարմնի իմաստությանը եւ ձեր պատրաստակամությանը քայլ անել դեպի ինքներդ ձեզ։ Թող ամեն երեկոյան այս պարզ լուծույթի ծիսակարգը դառնա ձեզ համար լռության, ներդաշնակության եւ ապաքինման ժամանակ։ Առողջ եղեք, խնամեք ձեր ոտքերը, ձեր հիմքը եւ հիշեք, երբեք ուշ չէ սկսել զգալ ձեզ ավելի լավ, քան երեք։ Մենք ձեզ հետ չենք հրաժեշտ տալիս։ Մենք պարզապես դադար ենք անում, որպեսզի դուք կարողանաք անցնել գործի։ Մինչև նոր հանդիպումներ, եւ թող ձեր քայլը միշտ լինի թեթև։